Աղջիկներ ջան, ես սկսել եմ արդեն իմ գործը, մի փոքր գործեր ունեի ուշ եմ սկսում, բայց ոչինչ, այսօր լավ շոկ է թողեցի համար մի քիչ հովան կնի, նոր անցնեմ իմ գործերին, ինչպես տեսնում եք, այստեղ խառն է, տերևը դեռևս չեմ սակատել, հիմա կամպոտն եմ անում, ջուրը դրել եմ եռա, հիմա շաքարավազը լցնեմ, թող այդպես իրավ եռանը լցնեմ տարաների մեջ, մանա պետք։ Արդեն տերևը այսպես տեղավորենք տարաների մեջ, այս անգամ այս ձևով եմ պահածոյացնելու, միշտ առանցին իրեն խաշում եմ, նոր տեղափոխում եմ տարայի մեջ ու տենց զակատում եմ, այս անգամ սենց մի անգամից կդասավորենք տարաների մեջ, նոր, բայց եկեք ես կտրենք սրանք, նոր, այսպես ծալեմ ու տեղավորեմ, այսպես տեղավորեմ, երեքն իջել են բակ խաղալու, Արեգին տարանք քիչ առաջ գնացել էինք Արեգի համար սամակատ գնելու, գնացինք, իջել աներքև շելու, ես էլ արդից օգտվելով, որ երեխաները տանը չեն, անցել եմ գործերի, հարակ գործեր անեմ, միջև Արեգի տուն գալը, թե չեք գալիս է, չեք ողնող ոչ մի բան անեմ խանգարում է, Այսպես հիմա կդնեմ սա ջրով գազտրուկայի մեջ ու այդպես արդեն կդնենք եռա, հենց գույնը կփոխվի, կդառնա դեղին, կանանենք ու կպահածոյացնենք, չենք թողելու խաշվի, չենք թողնելու եռա, նայում եք գույնը հենց փոխվում է, դեղնում է ու արդեն զակատում ենք, որպեսզի շատ չփափկի մեր տերևները ու այսպես լավ մնան, շատ լավ տերևներ էին, պես ասեցի, որակույրս է տվել, ինձ այգունն է, այնտեղից բերել երեքները, ինձ այսպես մի անգամից երեք դասավորած բերել եմ, գործս հեշտացրել եմ, այնտեղ միասին դասավորեցինք ու երկու տոպրակ մելիլ եմ, կտեսնեմ, եթե քիչ լինի, կգնեմ մի քիչ էլ, էլի կպահածոյացնեմ, քանի որ տերևը շատ չի լինի, որ ամուղ ձմեռ մեզ հերիքի։ Մինչև կամպոտի Եվ այսպես աղջիկներից լցրեցի տարաները ամբողջ տերևները, այսքանը ստացվեց, հիմա ինչ եմ անում, լցնելու եմ ամեն մեկի մեջ, ամեն մի տարայի մեջ լցնելու եմ 1.5 կիլանոցների համար, 1.5 ճաշի գթալ, 1 և այսքան, աղ, աղջիկներ ջան, տարաների կեսը արդեն դրել եմ գազօջախին, որ եփեն, իսկ այստեղ ասացի ցույց տամ մանր փոքրիկ սալորները որ կար,
Եվ մի քանի ծիրան եմ լցրել, այսպես առանց ջրի, առանց շաքարավազի դրել եմ եփվել է մի փոքր, վաղը կքամեմ, ուզում եմ լավաշ պատրաստեմ, տեսնենք ոնց կստացվի, ընդհանրապես ջուր չեմ լցրել, բայց տեսեք ինչ հավեսին հյութ է դուրս տվել, այնքան սիրունագույն եմ, տեսախցիկը չի փոխանցում, բայց շատ սիրունագույն է, տերևները շատ չեփվի, որ չփափկի, հենց գույնը փոխի, արդեն անմիջապես կհանեմ ու կզակատեմ, իսկ այստեղ նորվա զակատած կամպոտներից են, շորով կփակեմ և կթողնեմ, այդպես առավոտյան արդեն կտեղափոխեմ իրենց տեղը, այդպես աղջիկներս, այսօր այսպես պահածոյի գործով եմ սպաղված, այնպես էլ շոք համ ես մոտ, ոց չկա, կամի չկա ընդհարապես, ոց չկա շնչելու, ու դրա այդ մեկտեղ գազօջախն 3 աչքերին միացրել եմ, դե արդեն պատկերացրեք ինչ շոք հա մեր խոհանոցում, այսպես սիրելիներս, ասացի ցույց տամ որտեղ եմ հասել, ինչ եմ անում, և անցնեմ առաջ, այնտեղ մի փոքր ամառային կոմպոտ եմ դրել լինի, ծիրանով և հաղարջով, թող լավ եռա, եփվի, արամատ այսպես ասած փոխանցի ջրին, կթողնեմ կսառի, առավոտյան կտեղափոխեմ արդեն սառներան, լավ կսառի ու այդպես սառը կամպոտ այդպես կխմեն երեխաները, նաև մենք, այդպես աղջիկներ ջան, հիմա անջատեմ, անցնեմ տերևին ուշադրություն դարձնեմ, որ չեփվի, շատ չփափկի, հենց գույնը փոխվի ու պահածոյացնեմ, ցույց կտամ, ընթացքում կմիանամ, այսպես, ոչինչ որ վերևի հատվածը մի փոքր կանաչ է, տեսեք, հիմա սա զակատեմ, ես գետնի վրա եմ զակատում, ինձ ասենց ավելի հարմար է, չգրեք ինչու ես գետնին, գետնին ավելի հարմար է, այսպես աղջիկներ, հիմա սա, այսպես կխտելու ենք, այսպես կխտելու ենք գլխի վրա, այսպես դնենք, ստուկում ենք անում, վերևի հատվածը ոչ է տեղն է, դա կդերնենք, հիմա այսպես ամբողջը զակատ։ Սիրելիներս արդեն բերել եմ, որ տեղավորեմ, ասացի ձեզ ցույց տամ, նոր տեղավորեմ, այնքան սիրուն տեղին է, տեսախցիկը չի փոխանցում իր իսկական գույնը, բայց շատ սիրուն տեղին է եղեսա, տարան կանանչ է, դրա համար է կանանչ, այսպես աղջիկներս արդեն կամպոտները տեղավորել եմ, հիմա տեղավորում եմ տերևները, բարև բոլորին, դե բարև, ինչպես եք, մենք մի փոքր հիվանդացել ենք, հիմա գտնվում ենք բուժարանում, արեգին ջերմաչափում են, տեսնենք ինչ կասեն, մի փոքր հազ ունի, ջերմությունն է բարձրացել, հանեց, հիմա 37 աստիճան, բայց գիշերը բարձրացել էր 8.5, հիմա կգանք, ստուգենք, տեսնենք, չի կարելի, ինչ են ասում, անջատեմ, իջանց, վերջացնենք, արդեն կմիանամ ձեզ, աղջիկներս, քիչ առաջ տուն եկանք, Արեգին փոխեցի, ես փոխվեցի և ինչ եմ ուզում անեմ, սուրճ եմ ուզում պատրաստեմ, քանի որ մոռացա իմ սեր սուրճը
վերցնեմ խանութից, դեմ համար սարը սուրճ կխամեմ։ Հիմա պաղպաղակով միջև գիշտեմ երեխաները կառնեն։ Ինչ ասեցին Արեգին ասեցին, որ թոքերը դեռ մաքուր է, ինչ-որ բան չի նկատվում թոքերում, բայց վաղը չեմ մյուս օրը պետք է կրկին տանեմ, կրկին թոքերը լսեն, քանի որ նոր է լինում, թոքերում չի զգացվում ինչ-որ մի բան, կտանեմ, կլսեն, կտեսնեն, եթե կարիք լինի, արդեն տեղ կնշանակեն, տեղ կխմաստան, բայց մինչ այդ ջերմությունը որ բարձրանում է, ջերմության համար տեղը կխմաստեմ և ասացին, որ եթե կտրուկը բարձրանա ջերմությունը 9-9-ից բարձր, այդ ժամանակ արդեն պետք է տեղափոխենք հիվանդանոց։ Այդպես աղջիկներս, ասացի ձեզ միանամ, ասեմ ինչ են ասել Արեգին և վլոգս տեսնեմ ոնց եմ շարունակում։ Մնացեք ինձ հետ, կհանդիպենք քիչ անց։ Ահա սուրճս պատրաստ է, պաղպաղակս պատրաստ է, գնացինք վայելելու։ Երևի ինձ այստեղ խոհանոցում են նստում, քանի որ Արեգը այնտեղ խաղում է, սուրճս կտանի ձեռքիցս։ Մի խոսքով աղջիկներս այսպես, դուք էլ դրեք ձեր կոֆեները, վերցեք ձեր պաղպաղակները կամ ինչ-որ քաղցր բան և միացեք ինձ, միասին վայելենք։ Կոֆես ու վերկենամ անցնեմ իմ տնային առօրյա գործերին։ Լավ մնացեք սիրելիներս, այստեղից ձեզ ասեմ հաջողություն, վլոգը ավարտեմ, մոնտաժեմ, տեղադրեմ, որ դիտելու բան ունենաք։ Ստեսություն։